Հենց այս տարածքում է նախատեսվում տեղադրել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Նախկինում հայտարարված բոլոր ժամկետները անցել են, բացման նոր ժամկետ դեռ հայտնի չէ։ Այստեղ Հատիս լեռան գագաթին շինարարական աշխատանքները այսպես են ընթանում։ 9 կիլոմետր ճանապարհով բարձրացանք Հատիս լեռան գագաթ։ Ճանապարհին արդեն տեղադրված են ճոպանուղու սյուները, կառուցվում են համապատասխան կառույցները։ Հատիսի գագաթին կից է կառուցվում այն պատվանդանը, որի վրա տեղադրվելու է արձանը։ Տեղում աշխատողներն ասացին, որ աշխատանքի 60%-ն արված է։ Նրանց խոսքով գործը արդեն 2 ամիս է դանդաղել է։ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնեց 2022-ի հունվարին։ Արձան համալիրի բացման ժամկետը մի քանի անգամ փոխվել է։ 2023-ի մայիսին Ծառուկյանը հայտարարել էր, որ բացումը նախատեսվում է 2024-ին։ 2024-ի մայիսին նշվեց կբացվի 2025-ի վերջին։ 2025-ի մարտին նախագծի ներկայացուցիչները խոսում էին 2026-ին արձանը տեսանելի դարձնելու մասին։ Կանխավ պլանավորած էր, որ արձանի տեղադրումը պետք է 2027 թվականին տեղի ունենա։ Բնական է, որ պայմանավորված Գագիկ Ծառուկյանի հետ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ այս պահին համակարգում բազմաթիվ աշխատանքներ դանդաղել են։ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց 2026-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց։ Ընտրություններում Ծառուկյանի կուսակցությունը մոտ էր անցողիկ շեմը հաղթահարելուն, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ փողերի լվացում կազմակերպելու համար։ Գործի շրջանակում կապարակնքվել են նրան պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Պետության կառավարմանն է անցել նրա ամենամեծ ձեռնարկությունը՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ծառուկյանի մեկ այլ Multi-Stone բնական քարերի ընկերությունը պետք է մատակարարեր արձանի երեսպատման քարերը։ Ընկերությունը չի գործում, ինչ վերաբերվում է աշխատանքների դանդաղ տեմպով ընթանալուն, սա կարծում եմ որոշակի առումով բնական է։ Բազմաթիվ գործընկեր կազմակերպություններ, որոնց հետ այս ժամանակահատվածում սկսել էինք աշխատանքները, բանակցությունները, փոխադարձ այցերի հետ կապված պայմանավորվածություններ կային եւ Գագիկ Ծառուկյանի այս պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված այդ գործընթացը բնականաբար դանդաղում է։ Լեռնաստորոտի Զովաշեն, Կապուտան եւ Հատիս գյուղերում արձանի տեղադրման աշխատանքները նպաստել են այստեղ անշարժ գույքի թանկացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022-ին հայտարարեց, որ դեմ չէ նախաձեռնությանը, ավելին արձանը կարող է լինել զբոսաշրջային հետաքրքրություն Հայաստանի համար։ Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ ինքը բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության համար կմեծացնի։ Արձանի պատվանդանն այժմ կառուցվում է Հատիս լեռան վրա, գագաթին մոտ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ պեղումների ընթացքում արձանի սկզբնական տարածքում հայտնաբերվել են բրոնզ երկաթդարյան ամրոցի հետքեր։ Այդ իսկ պատճառով Հիսուսը գագաթից մի քիչ ցած պետք է կանգնի։ Արձանի մասերը արդեն պատրաստ են։ Բուն քանդակը 33 մետր բարձրություն ունի, կշռում է մոտ 17-ից 20 տոննա։ Քանդակը տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ երկաթբետոնե պատվանդանի վրա։